Զեկուցող եմ Տիկին Բիշարյան եւ ես պարտավոր եմ պատասխանել եւ կատարել իմ պարտականությունը։ Խնդրում եմ մի ընդհատեք։ Շնորհակալություն։ Քվեարկության ժամանակ ձեր կարծիքը ավելի հիմնավոր կասեք։ Բացարձակ կարծիքներ գոյություն չունեն։ Հարգելի հարակից զեկուցող, եթե մի մարդ միանգամարդ հանցագործություն արել է, նա արդեն կասկածելի է միշտ իրավունք ունենք ասելու, որ նա պատրաստ է երկրորդ անգամ հանցագործություն անել, չէ՞, սա զուտ տրամաբանական։ Մայիսին եւ սեպտեմբերին մեր գործող օրենսդրությունը արգելում էր ID քարտերով քվեարկել, ճիշտ է։ Ակնհայտ է։ Մայիսին եւ սեպտեմբերին ընտրություններին օգտագործվել է ID քարտը, ճիշտ է։ Այսինքն ես հայտարարում եմ, որ դուք աջակցել եք, որ իշխանությունը աջակցել է օրենքը խախտելու ID քարտերով ընտրություն կազմակերպելու հարցում, հստակ է։ Այսինքն մեր անվստահությունը գալիս է մեր փորձից եւ պատահական չէ, որ դահլիճում լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում չկեղծելու համար։ Եվ առնվազն ծիծաղելի է ձեր ասածը, որ դուք ասում եք ծննդյան թիվը քարտից գրենք այնտեղ, դա երաշխիք է, որ մարդը չգնա նորից քվեարկելու։ Չեք զգում, որ չեք համոզում։ Կամ համաձայնվեք, լրացուցիչ, եթե դուք ուզում եք, հասկանում եք, եթե կամք կա, քաղաքացուն համոզել, որ մենք կեղծիքներով չենք ուզում հաղթել, մենք ուզում ենք այո ձայներով հաղթել։ Գնացեք բոլոր քայլերին ընդառաջ, բոլոր խմբակցությունների, բոլոր առաջարկներ, մի բան է դուք առաջարկեք, ոչ թե ասեք ընտրական օրենքը պետք է պահպանենք, ինչը համոզիչ է։ Սահմանադրական նորմ է, դրա մասին ով է բան խոսում, այլ ինքներդ նախաձեռնություն հանդես բերեք, ասեք այս նախաձեռնություններ բերում ենք, թանակներ ենք բերում, մի հատ նկարահանում ենք, ցուցակներն ենք հրապարակում, ինչ ուզում եք առաջարկեք, որպեսզի այդ վստահությունը ձեր կողմից գա։ Հիմա դուք այն վիճակում եք, որ մենք առաջարկում ենք, դուք մերժում եք, դրանով ապացուցում եք, որ դուք ուզում եք այլ ճանապարհով գնալ։ Փորձեք իմ մտահոգությունը հերքել։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկեր, նախ այն ծիծաղելի մասին եւ ընտրությունների արդյունքը, որ թույլ են տվել նույնականացման քարտերը, ես նման ինֆորմացիա չունեմ, որ ձեզ ասեմ, բայց իմ կողմից էլ առնվազն ծիծաղելի այն հանգամանքը, որ հանձինս դուք բարձրաձայնում եք ընտրությունները կեղծելու հանգամանքի կամ դրա վերաբերյալ մտահոգությունները, եթե գոնե ես չլինեի այս ամբիոնի մոտ կանգնած, որը 1994 թվականից քաղաքականության մեջ է, եղել եմ այժմ կուսակցության մեջ եւ ականատեսն եմ եղել, թե ձեր այն ժամանակվա կուսակցությունն ու իշխանությունները ինչպես էին կեղծում 1995 թվականի ազգային ժողովի ընտրությունները, նույն այդ թվականին կատարված սահմանադրությունը եւ 1996 թվականի նախագահական ընտրությունները։ Հետևաբար ես ձեր հարցերին չեմ պատասխանում այդ տեսակետից, որ ստեղծում է նախադրյալներ, խնդրեմ գործընկերս ասեց։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Արամ Մանուկյան։ Շնորհակալություն։ Դուք իմ ասածն եք հիմնավորում։ Եթե ես հանցագործ եմ, ես թույլ եմ տվել մեղքեր, սխալներ, հանցագործություններ, ես խոսում եմ այս պահի մասին։ Եթե ձեր առջև կա խնդիր հանրաքվեի, փորձեք ինձ մեղադրելու, ձեր ասածները հաստատելու համար արդարի ճանապարհով գնացեք։ Ինչն է ձեզ խանգարում։ Ասենք թե տեսականորեն այն ինչ որ հիմա ասեցիք, չեմ հերքում, ասենք թե լրիվ ճիշտ եք։ Շատ լավ, բայց այսօր իշխանություն եք։ Սահակյան Հոյիկը ասում է, ինչի 6 ամիս առաջին չէիք ասում այս խնդրեմը կա։ Այսինքն դուք չգիտեիք կա եւ մենք էինք պարտավոր, ախր դուք եք իշխանության։ Այս խնդրի պատասխանատվությունը ձեր վրա է։ Եվ ընդդիմության ֆունկցիան էլ հեզնավոր ասել, բան չի, բանը չեք արել։ Ինչու եք հիմա անում։ Դուք պարտավոր եք պատասխանելու, հասկանում եք, դուք չպատասխանելով չեք խուսափում այդ խնդրից։ Դուք ուղղակիորեն լինելով իշխանության պարտավոր եք լուծում գտնել։ Իմ ասածը դա է, ո՞րն է ձեր լուծումը։ Շնորհակալություն։ Մենք իշխանություն ենք, պարտավոր ենք իրականացնել արդար եւ թափանցիկ ընտրություններ, որն էլ անում ենք, այդ վճռականությունը կա, երաշխիք այն նախագծերն են, որոնք ձեր դատին են հանձնված, եւ ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ միտում, որևէ ուղղակի կողմից չկա, որևէ այլ եւ այլ գործընթացներ կամ կեղծիքներ անելու, ուղղակի
ես պետք է մնամ օրենքների եւ օրենքներով կարգավորվող շրջանակներում ինչ խոսք եւ ասել, որ եթե ես չեմ կարողանում պատկերացնել այս process-ը, եթե ընտրական ցուցակը կազմվում է եւ այդ ընտրական ցուցակի մեջ արդեն իսկ հաշվառման հասցեն գրված է, բայց մարդը մոտենում իր հաշվառման հասցեի դիմաց, թեկուզ եւ ձեր կողմից ծիծաղելի որակված քարտի մեջ ամրագրված ծննդյան ամսաթվով թեկուզ եւ հավաստիանալու, որ դա ինքն է, քվեարկում է եւ կնիք է դրվում համապատասխան հանձնաժողովի անդամի կողմից, էլ երկրորդ անգամ այդ մարդը որտեղ պետք է գա։ Իհարկե բավարար է, եւ երկրորդ անգամ գալու տեղ չկա, եթե գա նույնիսկ տեսեք, այստեղ հիմնական զեկուցողները ասեց, որ երկու հանձնաժողովի անդամների մեջտեղում նստում է ընդդիմության ներկայացուցիչը կամ այս դեպքում ոչի կողմնակիցը։ Եթե այդ երկու հանձնաժողովի անդամները երկուսն էլ ենթանենք այոյի կողմնակիցներ են եւ ստուգում է, որ կրկնակ քվեարկություն չլինի։ Եթե ես մի անգամ հաճախեցի քվեարկեցի, ենթադրենք նույնականացման քարտով, իմ անվան դիմաց երկրորդ անգամ որտեղ պետք է գամ։ Մյուս տեղամասում իմ դատարան ռեգիստրում չկա այդպիսի բան գրված։ Շնորհակալություն։ Հովհաննես Մարգարյան